թե ոնց կարող է մարդ պատկերացում չունենալով ոչ միայն Արցախյան հիմնահարցի մասին, այլ ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, նրա էության մասին, ինչպես են տարվում բանակցությունները, հա, մարդիկ, որոնք իրենց կյանքում իրենց ամենահաջողված բանակցությունը եղել է օրինակ շուկայում ամառվա սեզոնին էժան 10 դրամ էժան ծիրան են առել եւ շատ երջանիկ են եղել երկար սակարկելու բանակցելու արդյունքում։ Հիմա այսօր այդ մարդիկ նույն տրամաբանությամբ զբաղվել են նաեւ Արցախի հիմնահարցով։ Թե ինչին է դա բերում, մենք բոլորս այսօր ականատես ենք։ Փաստաթղթերը իհարկե ամբողջական չեն, փաստաթղթերը միտումնավոր ընտրություն է կատարվել, զավեշտային դրվագ կա, դրան արդեն կարծես թե բոլոր ուշադրություն են դարձել Քիվեստի պայմանագրի հետ կապված, որ հայտարարվել է կարծես թե որ Քիվեստի չկա, հա։ Եվ այստեղ ես օրինակ ահազանգ կհնչեցնեի եւ կդիմեի դատախազություն եւ անվտանգության ծառայություն, ինչպես կարող է թուղթ, որը գրանցվել է պետական ռեգիստրներում, մատյաններում եւ այլն անհայտանալ։ Դա եղել է այդ թուղթը, դուք տեսել եք իրականում դա։ Կներեք, այդ թուղթի շուրջ բանակցություններ են եղել, ոնց կարող է թուղթ չլինել։ Այդ թուղթը 2007 թե 8 թվականին այդ թղթից իրենց ասելով արտահոսք են արել, հա։ Մեջբերում են արել կայական ժամանակում։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք 2007 թվականին գողացել են այդ թուղթը արտահոսք անելու համար, նայեք, բազմաթիվ հարցեր կան։